Այս ամբողջ ժողովուրդը իրական տնտեսվարողներն են, իրական այս ոլորտը ներկայացնողներն են։ Ու եկել են այդ հարցերի բարձրաբանումը տամ, այդ ոնց ալում, որ դուք ոլորտը ներկայացնող մարդու հետ ասում եք ոլորտի հարցերը լուծած է, բայց այսօր բոլորս հարցերի մեջ ենք։ Եկել ենք տեսնենք փոխվարչապետին ու իր ներկայությամբ մեր նախարարի հետ այդ հարցերը բարձրաբանենք մեր աջակցման մասով, որտեղ մեկ ամիս առաջ նորից հանդիպում ենք ունեցել, մեկ ամիս առաջ սպասում ենք, որ շատ կարճ ժամանակում մեզ կաջակցեն, սակայն մեկ ամիսը անցել է ոչ մի նորություն չունենք։ Ինչքան ժամանակ է ոլորտահանման ունեք։ Հայաստանի Հանրապետության ձկնամթերքը ամսի 12-ից մայիսի փակվել է։ Ձուկ ձկնամթերք։ Պատճառաբանություն եմ ձեզ ասել։ Մեզ չեն ասել, ընդհանուր իրանք Ռոսել Նազորը ներկայացրել է, որ Հայաստանի ձուկ ձկնամթերքը ոչ որակյալ է եւ ինչ-որ բաներ են գտել, ժամանակավոր ստուգում են անում։ Եկել են ստուգում են արել 4 տնտեսությունների պետք է մտնեն, բայց 2-ի մոտ են արել, 2-ի մոտ էլ դրական եզրակացությունով գնացել են։ Հետո իրանց որոշել են, որ փակել են։ Ինչպես ներկայացրեց մեր ՍԱՏՄ ղեկավարը, Հայաստանի Հանրապետության 97% ձկնամթերքը իդեալական վիճակում է ու ես դա փաստում եմ։ Բա ինչի համար։ Դա իրանց հարցեր է։ Օրինակ առաջարկում են եվրոպական շուկաներ առումով քննարկումներ ունեցել եք, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ ունեք։ Հարգելի եվրոպական շուկան նոր չեն առել։ Եվրոպական շուկան մենք բազմից ենք քննարկել։ Եվրոպական շուկան մենք մրցունակ չենք։ Եվրոպական շուկայում մենակ մի հատ տնտեսություն կա նորվեգական ձկնամթերքը, որը 1.150.000 տոննա 24 թվականին արտահանել է։ Դուք հասկանում եք այդ ինչ տվի մաս։ Մենք 14,000 տոննա արտադրանք ենք տանում Ռուսաստան, Հայաստանը ինքնաբավ պահում ենք։ Իսկ մենք մեր արտադրանքը ավելացել է Ռուսաստանի եւ մենք շուկայում կարողացել ենք տեղ գրավենք, երբ որ Ռուսաստան եւ Եվրոպայի սանկցիաները իրականացվեցին։ Դրա արդյունքում այսինքն մենք անգամ Ռուսաստանում էինք զորով մրցակցում նմանատիպ երկրների հետ։ Մենք այսօր տանենք իրանց տան մեջ կարանք մրցակցենք, ոնց եք պատկերացնում։ Եվրոպան 50 միլիոնից ավելի աջակցություն տվեց Հայաստանին, խոստացավ, որ սահմանն անցնելու համար Քերչի սահմանի, սրանք չեն օգնում։ Բայց մենք դրա համար ենք եկել, որ ասենք այդ 50 միլիոնա, 60-ը ճիշտ ասած թիվը հստակ չգիտեմ, բայց իմանալով 200 միլիոնի մասին խոսքը։ Մասնաբաժին տան են գործարարներին, որոնք իրականում որպես հարկ էլի մասնաբաժին ունեն։ Մենք յուղ ոլորտում մինչև 10% հարկ ենք տալի։ Յուղ ոլորտի ընդհանուր հարկի մեջ 10%-ը ձկնաբուստերն են տալի։ Այսինքն Փոխհատուցում վնասների չեն կարա տան։ Մենք ուզում ենք պահպանման գումար, ֆիքսված ամեն մեկը իր տնտեսության, իր տարիների առաջվա ապացույցով, իր արտադրանքի դիմաց ժամանակավոր միջև հասկանանք ուր ենք գնում, որ երկիր ենք տանում, ոնց ենք վաճառում, ինչ ենք անում։ Ինչքան կդիմանա ձկնաբուծության ոլորտը, Ձկնաբուծությունը դիմացել է, այս 2 ամիս է թե ձկնաբուծը խելոք նստել է, մենակ ընդամենը եկել է նախային ասել է նախարար ջան, մենք խնդիր ունենք, այդ արդեն էլ պիկն էլ տեղ չկա դիմանալու։ Ինչքան կդիմանա ոլորտը։ Ոլորտը չի կարա դիմանա, հարգելիս ոնց եք պատկերացնում, ձկնամթերքը մի հատ կենթանի օրգանիզմ գիտեք, որ առանց կեր ուտելու, առանց իր պահանջվող ծնունդ ուտելու կարա ապրի։ Մի հատ օրգանիզմ ասեք, ասեք, չէ, այս մեկը ապրում է, դու զուգդել զորովը տենց է։ Չկա տես բան, ցանկացած կենթանի օրգանիզմ օրերի, ամիսների ընթացքում հյուծվում է, իր իմունիտետը ընկնում է, եւ այդ կենթանին դառնում է ոչ պիտանի, ոչ վաճառքի, ոչ ուտելու վերջում։ Այս ոլորտը պայթում է, մեր սաղ արած էս 20 տարվա իմ անձնապ, մարդիկ կան 23 տարի, մարդիկ կան 15 տարի, բայց այս ոլորտը մենք սկսել ենք ոչ ինքնանպատակ հենց զարթնել ենք ոլորտ ենք։ Մենք սկսել ենք այս ոլորտը մի բանով, որ 2000-ական թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասեց զարգացող ոլորտ է, երակա ճյուղ են ճանաչում, հարգելի Հայաստանի բնակիչներ, եկեք ներդրեք աշխարհում եկեք ներդրում արեք։ Աշխարհից ով եկավ, փախավ գնաց, չկարացավ այս արևին դիմանը։ Մնացել են իրական հայ տնտեսվարողները, որ կյանք են դրել ոլորտի մեջ։ Դուք պատկերացնում եք 300-ից ավել տնտեսվարող եղել։ Այդ կոլապսների դիմանալով այսօր 100-110 հոգի մարդեր մնացել, երել են մարդիկ են, որ այս համ երգիրն են սիրել առաջին, համ իրենց գործն են սիրել ու կյանք են դրել սրա համար։ Ոչ թե պրոստե եկել են ասում են հոպ էսի խանութ է, կայնեք բացենք, պակենք, տես բան չկա։ Կենթանի օրգանիզմը 365 օր 24 ժամ այդ ապրանքի հետ մենք ապրում ենք։ Իսկ ինչ որ չափ ունեք հնարավորություն ունեք տեղական շուկայում։ Ձեզ որ Այո, ունենք, բայց իրականում բաշխում գոյություն ունի։ Մենք տենց ենք կազմակերպել մեր Բաշխել ենք, ոմանք Հայաստանի Հանրապետությունում են վաճառել, ոմանք արտահանել են։
շուկա ընդհանրապես 1 կիլոգրամ ձուկ չեն վաճառում։ Դուք պատկերացնում եք 27-30 հազար տոննայից 10 հազարն է Հայաստանում վաճառվում, մնացածը սաղ արտահանվում է։ Այդ մարդիկ պլանավորում են ունեցել, բոլորս հանձինս ինձ քանի տարի է ես Հայաստանի շուկայից դուրս եմ եկել, ֆիքսած ժամացույցով գիտեի, մայիսին այսքան եմ ծախելու, նոյեմբերին այսքան եմ ծախելու, հունվարին այսքան եմ ծախելու։ Իմ պլանավորված գնում է։ Այդ ձուկը դուք գիտեք որ վախեմ ասում, խեղաթուրված է սաղ իրականությունը։ Լրատվամիջոցները ցույց եք տալիս, ձուկը մի ժամում աճում է։ Ձուկը գիտեք ինչքան դանդաղ աճում։ Մեկ զուգը միջև վաճառքի հասնել է 2 տարի պահում ենք։ Ուղղակի մենք այնքան կազմակերպված ենք անում։ Մի օր այս ամիս այս մայլոկն ենք դնում, մյուս ամիս մյուս իկրան ենք դնում, որ 24 ամիս հետո որ միշտ մեր Հայաստանի Հանրապետությունը զուգ ունենա, միշտ կանանք շուկայում գնողունակ լինենք եւ մրցունակ։ Ցույց եք տալի ասում եք ամեն ինչ նորմալ է, ցույց եք տալի ասում եք 97%-ը պատրաստ են արտանման։ Լսեք մարդը ինչ ասում, ասում է 97% ապրանքը պիտանի է, 97% ապրանքը իդեալական է։ 97%-ը պատրաստ են արտանման, չկա տես բան, իրականությունը ցույց տվեք։ Ասում եմ ձուկը դանդաղ աճում, ձուկը աճում է 2-ից 3 տարի։ Դուք ցույց եք տալի ձուկը աճեց, ձուկը մի ժամ հետո չկա տես բան։ Ձուկը ցանկացած ձկնամթերք, որ դուք այսօր խանութից առնում եք, մինիմում 18 ամսվա կյանք ունի տնտեսվարողի ջրավազանում։ Իսկ արտահանվողը 24-30, որովհետև արտահանվող շուկայի պահանջարկը 2-3 պլյուս է։ Իսկ դուք գիտեք այդ ինձ մենք դրեցինք զուգը, ասեցինք զուգը աճի, զուգը աճեց։ Չկա տես բան։ Մենք այսօր ցանկացած մեր ձգան ուղեգիծը գիտենք, երբ է դրվել այդ իկրեն, ինչքան կերակեր է, ոնց է կերել, ոչ ջրաբազանից, ոչ ջրաբազանա գնա։ Կյանք ենք դնում ենք այդ ապրանքի հետ։ Ու ոչ միայն ես, այսպես բոլոր ամբողջ ուզում եք հարցրեք, իրանց բասենի հատիկ ձգները գիտեն, երբ են դրել, ինչքան կեր են դրել, ոնց են արել, ինչքան հոսանքի մեջով մնաց, ինչ կարկուտ կայծակի տակ զուգ են պահել։ Հա, մի հատ հովին կայնում եք, գիտեք ամեն ինչ նորմալ է, տես չի, շատ վատ է։ Այսօր վարկե, եթե տնտեսությունը քո ղեկավարը քեզ ասում է, գնացեք ինչքան կարեք զարգացրեք, բոլոր միջոցները օգտագործում ենք, որ վարկ վերցնենք, մեր տնտեսությունը զարգացնենք։ Դուք պատկերացնում եք, ասում եմ, 20 տարի առաջ երազանք էր, որ Հայաստանի Հանրապետությունը 1000 տոննա ձուկ ունենար։ Մենք այսօր ինքնաբավ ենք 10-12 հազար տոննայով, այդքան էլ ավել արտանում ենք։ Գոնե նույն լրատվամիջոցները հասկացեք, դուք կենթանի ձկնամթերք եք ուտում, աշխարհում չկա նմանը։ Դա էլի մեր շնորհքն է, մեր ճիշտ կազմակերպման շնորհքն է, որ կարում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում, մարզերում եւ շրջաններում ակվարիումի ձուկ եք առնում։ Ոչ թե Պարսկաստանը զարգացած այդքան ձկնամթեր չունի տենց բան, որ կանեք այդ կենթանի առնենք։ Մորցած սատկած խալաձելիկները լցած զուգ են ուտում։ Ռուսաստան, Նորվեգ, չկա տենց բան։ Մենակ մենք ենք այդ մենտալիտետը մենք ենք մտածել, այդ ձևը մենք ենք մտածել։ Ու դա ճիշտ աշխատանքի սիրելու արդյունքն է, որտեղ մենք գործնել ենք մեր սիրը, մեր պետությունն ենք սիրում։ Ոչ մեկը մի օր չի փորձե գնա երկից ուրիշ տես գործ անի։ Այսինքն ռուսական շուկայում մեր ձուկը մրցունակ է եղել։ Միշտ է մրցունակ եղել։